Բարև ձեզ իմ սիրելի YouTube-յան և TikTok-յան հետևորդներ, այսօր ես բավականին շատ հետաքրքիր բան եմ պատրաստել ձեզ համար, դա կապված է, թե ես ինչպես եմ կարողանում ճիշտ կարդալ ռասկլադները, ասենք թե մարդիկ ինձ դիմում են ռասկլադները կանխատեսելու համար, ես ձեզ մի փոքր բացատրեմ, թե ինչ է նշանակում տարով ռասկլադ, Որտև շատ մարդիկ, եթե դուք դիմում եք պրոֆեսիոնալ մասնագետի, խոսքի օրինակ, սովորեք 1-2 քարտով բան ասել, ես չեմ համարում և լուրջ ընդունում այդպիսի մարդկանց։ Ասեմ, որ ուրեմն դեղ իրոք կապ ունի գումար աշխատելը, ցածր պորտալը, լյարվերը, որոնք կարող են ձեր վախ էներգիաներով սնվել և ձեզ ներքաշել ինչ-որ այլ իրավիճակների։ Որտեղ դուք հետո կարող եք զգալ, որ ձեր կյանքում ինչ-որ վատ իրադարձություններ են կատարվում։ Երբ դիմում եք պրոֆեսիոնալ մասնագետի, ինքը պետք է կարողանա ձեզ բավականին պրակտիկորեն իր մեծ պրակտիկայի շնորհիվ, որը որ կյանքի իր տարիները ապացուցել են այդ մասին, մեծ փորձ ունի, կարողանա շատ ճիշտ ձեզ մեկնաբանել։ Օրինակ, երբ դիմում են ինձ որպես պրոֆեսիոնալ մասնագետի, խոսքի օրինակ եմ բերում, ինչպես եմ ես բացատրում մարդկանց բավականին ճիշտ, հասանելի, որ ես ունեմ այսպիսի լավ արդյունքներ։ Հիմա ես ձեզ մի փոքր օրինակներով կբացատրեմ։ Ասենք թե մարդը ինձ ամենադժվարն եմ ասում ու պրակտիկ, իմ պրակտիկայում։ Եթե ինձ օրինակ դիմել է անձը առողջականի հետ կապված, վերցնում եմ բավականին պրագմատիկ, շատ հեշտ առողջականի հետ կապված ռասկլադ տարում, բարև ձեզ, որպեսզի շատերը հասկանան, թե իրոք ինչ է նշանակում լինել իրական տարոլոգ, պրակտիկ, ով ունի մեծ մասնագիտական փորձ և ինչպես կարող է ձեզ դնել իրականում լավ էներգետիկ դաշտի վրա, ճիշտ բացատրել իրավիճակը, գոնե դուք իր գործից բան հասկանաք։ Հիմա ես մի փոքր ձեզ կբացատրեմ, ասենք թե մարդ դիմել է ինձ առողջականի համար, առաջի պոզիցիան ես նայում եմ, բացատրում եմ մարդուն, թե ինչ էներգետիկ վիճակում է գտնվում իր առողջական վիճակը, նայում ենք, ասենք թե դա Կարոլ Ժեզլովն է դուրս եկել, դա ինչի մասին է խոսում, մարդուն ես բացատրում եմ, որ շատ լավ էներգետիկ վիճակում է գտնվում անձի վիճակը, անգամ ներուժ ունի, ով որ ինձ դիմել է, այսինքն սիգնիֆիկացիան իր բացատրում այն մասին, որ այս անձը, հարցնողը, ունի ակտիվ, ուժեղ, տղամարդկային էներգիա և ներքին դիմացկունության պաշար։ Գնում եմ երկրորդ պոզիցիան բացատրելով անձին, իր ֆիզիկական վիճակը, ինչպիսի վիճակում է գտնվում, խոսքի երկրադամանդների և յոթնյակում, այսինքն ստեղ կարող է դուրս գա սիմիորկա պինտակլեը, որը ես բացատրում եմ անձին, որ այս էներգիան ցույց է տալիս ձեզ քո ֆիզիկական հոգնածության մասին, ծանրաբեռնվածության մասին, աշխատանքից կամ ինչ-որ նյութականի հետ կապված, խնդիրներից։ Ստեղ ես մարդուն խորհուրդ եմ տալիս անհրաժեշտ ասելով, որ ժամանակն է, որ դու քո մարմնին ժամանակ տաս վերականգնվելու և հանգստանալու։ Հասարակ պրիմիտիվ բաներ են։ Երրորդ պոզիցիան, երբ որ ես հատուկ կանխատեսում եմ, այսինքն երրորդ պոզիցիան դա կարող է լինել, ինչն է բացասաբար ազդում մարդու առողջության վրա, այդ հարցի համար էլ հենց գլավնի վապրոսն է, կարևոր հարցն է, որ մարդը ինձ դիմել է, դա օրինակ կարա լինի տուզմիչեյը, ստեղ նյարդայինի հետ էլ կապ ունի, այսինքն ես մարդուն բացատրում եմ, որ հնարավոր է կան սթրեսներ, սթրեսային լարվածություններ իր կյանքում, մարդկանց հետ հարաբերություններում, դժվար որոշումներ և մտավոր ծանրաբեռնվածություն մարդու մոտ։ Այսինքն սա ինչ անում, սա սպառում է մարդու էներգիան և ազդում առողջության վրա։ Եվ ես խորհուրդ եմ տալիս ասելով, որ դա անհրաժեշտ է ավելի շատ հանգիստ ինքը ունենա և ներքին
հավասարակշռության բերի իր էներգիաները։ Հաջորդ պոզիցիան դա կարող է լինել ինչն է ուժեղացնում մարդու առողջության հետ կապված հարցերը, դա կարող է լինել խոսքի օրինակ, դվոյկա պենտակլիը։ Ես մարդուն բացատրում եմ, որ շարժունությունը, ֆիզիկական, խոսքի վազքը, ծանրաբեռնվածությունը, սա կարող է դրականորեն ազդել մարդու առողջության վրա եւ բարձրացնել նրա դիմադրողականությունը եւ ֆիզիկական տոկունությունը։ Այսինքն մարդը ստեղ հասկանում է, որ այո, կա երկ ինքը կարող է հետագայում սպորտով եւ այլ իրավիճակներում իրավիճակը կարգավորի, Հարց հաջորդ պոզիցիան վերջին կարող է լինել ինչ անել։ Խորհուրդ ես տալիս մարդուն առողջությունը իր ամրացնելու համար։ Դա կարող է խոսքի լինել Կարալևա Պենտակլեը, թագուհիների դրամը, Այսինքն ինչ խորհուրդ ես կարող եմ տալ անձին, որ առողջության համար պետք է ռացիոնալ եւ պրագմատիկ մոտեցում ինքը ունենա, պրոֆիլակտիկաներ օրինակ, բժշկական հետազոտություններ, ներդրումներ իր առողջ կյանքի համար, Ինչպես նաև ճիշտ սնունդ, սնունդի կարգավորում, ռեժիմ, հանգիստ եւ իր մարմնի խնամքի հետ կապված։ Եվ այստեղ մարդը կարող է զբաղվի իրոք եւ զբաղվում է իրանով ռեսուրսներ դնելով վերջի պոզիցիան։ Իր մասին մտածելով եւ կարգավորելով իր առողջական վիճակը։ Հասարակ պրիմիտիվ ռասկլադ բերեցի։ Ձեզ օրինակ, որպեսզի դուք հասկանաք ինչպես է աշխատում պրոֆեսիոնալ մասնագետը։ Խոսքի օրինակ, ես կարող եմ կարիերայի հետ կապված, մարդ ինձ դիմում է, բարև ձեզ։ Իր կարիերայի հարցով փոփոխություններ ա ուզում իմանալ, ես նայում եմ պոզիցիաները եւ ասում, օրինակ եմ բերում։ Առաջի պոզիցիան նայում եմ, մարդու մոք կա ինչ-որ նախադրյալներ, ապագա աշխատանքի իր համար եւ կարիերայի մեջ։ Խոսքի օրինակ շեստյորկա պենտակլեին ա դուրս գալիս։ Սա ինչի մասին ա խոսում դրական միտումների, ջանքերի եւ բարենպաստ մտադրություններ, որոնք կարող են բերել մարդուն ապագա կայունությունը եւ աճին ձեր աշխատանքում եւ կարիերայում։ Սակայն ստե կարևորը գնահատի ոչ թե միայն իր սեփական ջանքերը, այլ նաև կապերը, համագործակցությունը մարդկանց հետ, որոնք նույնպես կարող են հենց օգնել այդ պահին, որովհետև շեստյորկա պենտակլեը նաև կապ ունի մարդուն օգնելու մասին, ամոթ չէ երբեք օգնությունը ընդունել։ Խալյավա չի անցնում։ Հաջորդը պոզիցիան դա կարող է լինի ինչպեսի խոսքի օրինակ, եկամուտներ կարող այս մարդը սպասի հետագայում, խոսքի օրինակ, 5 ամսվա ընթացքում։ Եթե դուրս է գալիս դուրս ժեզլով քարտը, բնական է, որ ստե լավ հնարավորություններ արարիչ այդ մարդուն կարող է տալ, այո, նոր եկամտի աղբյուրների հետ կապված։ Այսինքն, ստեղ մարդու եկամտի աճը կարող է առաջանալ ինչ-որ նոր գաղափարներից, մտքից, նոր աշխատանքի, նոր նախագծի, միգուցե բիզնեսի, իր նախաձեռնության շնորհիվ։ Սա եւս ես մարդուն բացատրում եմ, որ իրան կարող է տա մեծ հնարավորություններ վերաակտիվացնի իր ֆինանսական հունը։ Պոզիցիաներ կա, պոզիցիաներից մեկը դա այս ռասկլադի խոսքի օրինակ կա արդյոք կարիերայի աճ կամ կլինի, այստեղ դուրս է գալիս խոսքի օրինակ եմ բերում Կարել Միչեյը, սենց ասենք։ Քարտը ինչի մասին է խոսում դժվարությունների եւ սահմանափակումների մասին կարիերայում իրա։ Սակայն, ինչպես արդեն ես բացատրեցի այն մյուս պոզիցիաներում, 6 պենտակլեը այս պոզիցիայից առաջ հնարավոր է, որ մոտ ապագայում նաև հայտնվի մրցակից կամ ոչ բարեկամ մարդ, որովհետև Միչեյը ինքը այնքան էլ լավ, օդի հետ կապ ունի տարերքի, որը կարող է խանգարել կամ դանդաղացնել մարդու առաջընթացը, ով ինձ դիմել է։ Ես մարդուն ասում եմ, անհրաժեշտ է, որպեսզի ինքը զգոն լինի եւ սթափ ռազմավարություն վարի։ Հաջորդ պոզիցիան, խոսքի օրինակ մարդու մոտ կարող է բացվել այդքանից հետո արդյոք նոր ինչ-որ ճանապարհներ եւ դռներ։ Իմպերատոր քարտը, եթե դուրս է գալիս այստեղ,
իմպերատրի առջև բոլոր դռներն են բաց, դա միշտ հիշեք։ Քարտը բավական դրական պատասխան է տալիս եւ դու մարդուն կարող ես 100% գարանտիա տալ, որ այս քարտը այո, կարող է իր մոտ բավականին մեծ դռներ բացել։ Կարևորը ստեղ մարդու ինչն է, չնստի սպասի, այլ ջանքեր գործադրի, պահի կարգու հստակություն, կարգու կանոն հաստատելով իր կյանքում, ուսումնասիրի նոր հնարավորությունները իր եւ իր կամքը հասկանա, որ իր ուժն է։ Այդ դեպքում ինքը 100% մեծ հաջողություններ կունենա։ Խոսքի օրինակ, ինչ որ ամսվա հետ է կապված իր կանխատեսումը, աշխատանքի հետ կապված հենց այդ ամսին։ Կունենա ինքը հաջողություն աշխատանքում, եկամուտներ եւ այլը, հա, նայում ենք խոսքի օրինակ Դիվյատկա կուպկովը կարող է դուրս գա, ինքը էմոցիայի հետ կապ ունի, բայց այստեղ բավականին շատ լավ քարտի մասին է խոսում։ Մարդու առատության, բավարարվածության եւ հարմարավետության մասին։ Այսինքն իրավիճակները այս մարդուն իտոգում կարող են բերել կայուն եկամուտների աղբյուր իր աշխատանքում, հաճելի արդյունքներ, որը նա կարող է վայելել իր ջանքերի շնորհիվ, եթե գործի հավասարակշռված եւ հաստատուն կերպով։ Իսկ որևիցե մեկը ձեզ էսպես բացատրել է, եթե ոչ, ուրեմն դուք մակարդակը պետք է հասկանաք, ինչ է նշանակում լինել պրոֆեսիոնալ տարոլոգ եւ ինչ է նշանակում լինել խաբեբա, ով այնքան որ գումարներ է աշխատում։ Օրինակ նաեւ կբերեմ այլ աշխատանքի հետ կապված էլի աշխատանքի հետ խոսքի օրինակ մարդը էլի աշխատանքի հարցով դիմել է, առաջի պոզիցիան ասում է, կա նախադրյալներ ինչ որ իրա, հա, կյանքում կապված աճի զարգացման հետ։ Կան սովորելու ինչ որ իրավիճակներ, որտեղ միգուցե մարդը չունի գիտելիք, մենք պետքա տեսնենք առաջի պոզիցիան այստեղ, հա։ Ինչի մասին է խոսքը, որ այստեղ մենք կարող ենք տեսնել պաշտպին տակ լեյա, ինչը խոսում է սովորելու մասին, հաշվարկների մասին, քննության մասին։ Այսինքն մարդը պետք է ունենա հմտություններ։ Այսինքն աճը այստեղ կարող է գա մարդուն սովորելու միջոցով, ուսումնասիրության միջոցով, վերապատրաստման միջոցով, ինչպես իմ աշակերտներն են ինձ մոտ սովորում, նոր մոտեցումների միջոցով, եթե ներդնեն այսպիսի մարդիկ գիտելիքի մեջ, ռեսուրսներ, ֆինանսներ, դա իրենց վերադառնում է որպես հետագայում եկամուտ։ Երկրորդ պոզիցիան ֆինանսների հետ կապված, ինչպիսի եկամուտներ կարող է մարդը սպասել մոտ ապագայում, հա, ստեղ կարող է խոսքի օրինակ Վասմիորկա ժեզլովը դուրս գա, որը բավականին էլի անսպասելի, անկանխատեսելի քարտ է։ Ինչ կարող եմ օրինակ ես ասել, որ Վասմիորկա ժեզլովը խոսում է այն մասին, որ եկամուտները կարող են աճել բավականին արագ եւ անսպասելի, եւ այստեղ հնարավոր է նոր պատվերներ լինեն, նոր հաճախորդներ, բավականին արագ գործարքներ, համագործակցության առաջարկներ, պետք է լինեք արագ արձագանքման մեջ եւ չկորցնեք ձեր հնարավորությունները։ Այստեղ շատ արագ պետք է պատասխանեք կամ այո կամ ոչ։ Հասկացաք սիրելի հետևորդներ, հաջորդ պոզիցիան խոսքի օրինակ կլինի կարիերային առաջընթաց մարդու մոտ, ով դիմել է քեզ, լուսինն է, օրինակ ամենադժվար քարտերից մեկը դուրս գալիս։ Այսինքն մարդուն դու պետք է բացատրես, որ ստեղ կա անորոշություն, ինտրիգներ կամ ոչ լիարժեք տեղեկատվություններ։ Ոմանք կարող են թաքցնել իրական մտադրությունները անձի հանդեպ կամ աշխատավայրում կա միգուցե ինչ-որ երկակի իրավիճակ, թշնամանք, պետք է զգուշ լինի մարդը, ես զգուշացնում եմ անձին, հա, եւ հեռու մնա լուրերից ու կուլիսային խաղերից, այսինքն աճի հավանականություն այստեղ կա, բայց պայմաններով ասա, որ ինքը պահպանի իր սառնությունը եւ չբացվի բոլորի հետ, փակ պահի բերանը, ես դա զգուշացնում եմ։ Հաջորդ պոզիցիան նոր ճանապարհներ, դռներ կարող են բացվել, ասում եմ անձին, հա,
իրա մոտ, այդ խոսքի օրինակ 5 ամսվա ընթացքում, եթե դուրս է գալիս միր քարտը, աշխարհ քարտը 21-րդ արկանը, հա, ես անձին ասում եմ այո, սա մեծ ձեռքբերումների մասշտաբի մասին է խոսքը, որը կարող է լինի նոր ինչ-որ համագործակցություն, արտերկրի հետ օրինակ տարբեր հոսքեր, հա, նոր համագործակցություն, նոր շուկա, նաև շուկայականի հետ կապ ունի, կրիպտովալյուտի հետ կապ ունի, նոր մակարդակի հետ է կապված, ինչ-որ ցիկլ ավարտելով, նոր ցիկլ սկսելով, որտեղ հնարավորությունները բավականին մեծ են, նույնիսկ աշխատանքային շրջափոխության մասին է խոսքը դեպի ավելի լայն դաշտ, մասշտաբային Սա արդեն ավարտի և նոր շրջափուլի սկզբի քարտ է, այսինքն ձեր դռները բացվում։ Հաջորդ պոզիցիան, որը ես վերջի ներկայացնում եմ, մարդու աշխատանքի, հա, իտոգում և եկամտների միտումների հետ կապված մոտ ժամանակում, ասենք թե դուրս է գալիս դուրս կուպկը։ Ինքը բավական դրական քարտ է, ես մարդուն ասում եմ, դուք ստանաս ոչ միայն եկամուտ, այլ նաև բավարարվածություն, որովհետև էմոցիաները չերես կրայա շատ է, հա, տեսնում եք, թափվում է մարդու ուրախությունը, բավական անկեղծ աշխատելով մարդկանց հետ, անձը այո կարող է ստանալ բավականին մեծ եկամուտ, որը ոչ միայն նրան կարող է ուրախացնել, այլ նաև կարող է տալ մեծ բավարարվածություն, ներշնչում, որ ինքը արարի հետագայում, հաճույք իր աշխատանքի մեջ, որը սիրելով է նա կատարելու, և ասում են, որ նա մոտ ժամանակում կարող է հայտնվել ինչ-որ նախագիծ կամ մեծ հնարավորություններ, որովհետև տուզը դա կապ չունի կրակի տարերք է, ինչ տարերք է, ջրի տարերք է, կամ օդի տարերք, կամ հողի տարերք, խոսում եմ մեծ շանսերի մասին, որը մարդը կարող է այո, այդ հնարավորությունը օգտագործել և դա կզգացնի, որ դա իրենն է և դա իր ճանապարհն է, և մարդիկ այդպես ոգևորվում են իրենց կյանքում և առաջ գնում, դրա համար ես ունեմ բավականին լավ արդյունքներ, սա է իրականությունը, իսկ հիմա սա որոշ մարդկանց պետք է մտածելու տեղ տա, թե ես ինչպես եմ կարողանում աշխատել, մենք կարող եք երազել, սա 29 տարվա արդեն, իմ մեծ փորձից եմ ես ասում, որովհետև դա ես չեմ ասում, դա իմ հետևորդներն են ասում, իսկ ես որոշեցի մի փոքր ձեզ ներկայացնել, թե ես ինչպես եմ պոզիցիաները մարդկանց ճիշտ բացատրում և ունենում բավականին լավ արդյունքներ, դրա շնորհիվ, իրական պրակտիկը այսպես պետք է բացատրի, և ես կարծում եմ այո, սա ոչ միայն մեկին է տալու բավականին մեծ մտածելու տեղ, այս շատերին, արդյոք ձեզ պետք են խալտուրա մասնագետներ, թե ձեզ պետք են իսկական մասնագետներ, ովքեր ձեզ իրոք կարող են այսպես ճիշտ բացատրել իրավիճակը, որպեսզի արդեն դուք գրառում անեք, ես նաև ասում եմ, որպեսզի գրառում անեն իրենց մոտ և ինչպես իրենք դուրս գան, այլ իրավիճակներից զգուշանալով, եթե զգուշ պոզիցիա կար օրինակ լուսին քարտում, բերանը փակ պահելով, կարելի է միայն երազել, չէ, տեսնում եք, այսօր այսքանը սիրելի հետևորդներ, կարծում եմ այո, սրանք ոչ թե տարու քարտեր են, սրանք արարչական սուրբ գործիք է, որը ամեն մեկին տրված չէ, որ ինքը պետք է սա տիրապետի, դու կամ լույս ես տալիս մարդուն, օգնելով մարդուն դուրս գա, դրա համար ես եկել, այլ իրավիճակներից, կամ գիտեք, շատերը ինչ են անում, որովհետև նյութականից կախված են, մարդիկ եթե տեսնում են, դու մասնագետ ես, տենց բան ոչ մի տեղ չեն տեսել, և իրանց կյանքում կա բավականին լավ իրադարձություններ փոխելով իրենց կյանքը, եթե մարդկանց մոտ լավ է, քեզ մոտ էլ է լավ լինում, իսկ եթե քեզ մոտ քո ընտանիքում ինչ-որ բաներ են լինում խալտուրաների համար, դրանք կատկատ են կոչվում, դա նշանակում է, որ դուք ոչ մի կապ չունեք այս գործիքի
հետ, եւ դա ձեզ տրված չէ։ Ուշ թե շուտ գալիս է մի ժամանակ, որ դու դա պետք է թողնես, որովհետեւ միայն ընտրյալներին է դա տրված։ Ես կարծում եմ ձեզ շատ դուր եկավ այն, ինչ ես ներկայացրեցի ձեզ, որովհետև այո, պետք է իրականում այսպես ներկայացնել։ Այսօր այսքանը, լավ եղեք, մինչև իմ հաջորդ թողարկում։ Ցտեսություն։